Մայրիկ, ես քեզ գրում եմ բանտախցից։ Մի քանի րոպեից ինձ սպասում է ամենածանր դատավճիռը։ Ու եթե այս աշխարհում իսկապես արդարություն լիներ, մենք երկուսս էլ այս դատավճռին պետք է արժանանայինք, ոչ թե միայն ես։ Դու նույնքան մեղավոր ես, որքան ես իմ ապրած կյանքի համար։ Հիշում ես, երբ ես հեծանիվ գողացա, դու ինձ օգնեցիր թաքցնել այն, որ հայրս չիմանա։ Հիշում ես, երբ ես փող գողացա հարևանի դրամապանակից, ծախսեցիր ինձ հետ առևտրի կենտրոնում։ Հիշում ես, որ վիճեցիր հորս հետ, քանի որ գնացել էր ուղղելու իմ արարքը, որովհետև կարդալու ու սովորելու փոխարեն ուրիշից արտագրել էի քննության հարցերի պատասխանները, ու վերջը ինձ վռնդեցին ուսումնարանից։ Մամ, ես պարզապես երեխա էի, հետո դարձա աշխույժ դեռահաս, իսկ հիմա ես անհանդուրժող եւ ագրեսիվ մարդ եմ։ Ես պարզապես երեխա էի, ով ուղղվելու կարիք ուներ, ոչ թե պաշտպանելու։ Բայց ես դեռ ներում եմ քեզ, մամ։ Շնորհակալ եմ, մայրիկ, որ ինձ կյանք տվեցիր, բայց նաև օգնեցիր կորցնել այն։ Խնդրում եմ, ուղարկեք այս ռիլը որքան հնարավոր է շատ ծնողների, որպեսզի նրանք իմանան, որ իրենք են պատասխանատու երեխային մեծացնելու եւ ճիշտ դաստիարակելու համար։ Ուզում եմ հիշեցնել, որ ով հրաժարվում է պատժել իր որդուն, նա չի սիրում նրան, իսկ նրանք, ովքեր սիրում են, ամեն ինչ անում են, որ իրենց որդին ճիշտ ուղով գնա։ Սովորեցրեք ու կրթեք ձեր երեխաներին, որ մեծ տարիքում չպատժվեն։